Մենք գնում ենք եկեղեցի։ Չէ, դուք եկեղեցի չեք գնում։ Ո՞նց չեք գնում։ Դուք չեք թողելու գնալ։ Մենք համայնքի բնակիչներով թույլ չենք տալիս։ Դուք թույլ չեք տալիս գնալու եկեղեցի։ Ինչու՞։ Որտեղ մեր եկեղեցուն պատարակ է։ Հանցագործություն հենց օրենքի պաշտպանների, ոստիկանների ու քննչական մարմնի անմիջական օգնությամբ։ Երեկվա միջադեպին Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանի գնահատականն է։ Նա հանցագործության մասին հաղորդում կուղարկի իրավապահներին, վարչապետի ու բարձրաստիճան ոստիկանների դեմ։ Պնդում է, հենց նրանց թողտվությամբ են խոչընդոտել իրենց տեղաշարժը, Մայրաթորին արգելել մտնել իր իսկ տարածք ու իրեն պատկանող եկեղեցում ծես անցկացնել։ Սա հանցագործություն է, ոստիկանությունը դրսևորեց իրավախախտ անգործություն, ոստիկանությունը չապահովեց մեր ազատ տեղաշարժվելու իրավունքը, անկախ նրանից ես որպես քաղաքացի իրավունք ունեմ Հայաստանի տարածքով տեղաշարժվել եւ որևէ մեկ իրավունք չունի իմ ճանապարհը փակելու։ Երեկ, երբ վարչապետ Փաշինյանը մասնակցում էր կարգալույց քահանայի մատուցած ու Մայրաթորի կողմից անօրինական ճանաչված պատարագին, Հայ առաքելական եկեղեցու կողմից հովանավանք ուղարկված Տեր Շնորհ Կաբեղա Պալոյանը սարկավագների ու փաստաբան Արա Զոհրաբյանի ուղեկցությամբ անգամ չկարողացավ մոտենալ եկեղեցու մատույցներին։ Ի սկզբանե, երբ որ արդեն Մայրուղուց թեքվում ենք դեպի հովանավանք, արդեն մեքենան կանգնեցին, ոստիկանները չթույլատրեցին մտնենք։ Երբ նույն պահին Տեր Տարոն անունով այդ քահանան, որը իրեն է կանգնեցրեցին, ասեց Տեր Արամը ինձ թույլ է տվել, իրեն թողեցին մտավ։ Մեզ չթողեցին, մեքենան կանգնեցրեցին եւ մենք ստիպված ոտքով փորձեցին գնալ։ Մայրաթորը մինչդեռ նախորդին էր դիմել իրավապահներին, որ ապահովեն քահանաների մուտքը հովանավանք։ Խնդրում եմ մի նկարեք։ Ինչի համար պարոն ոստիկան։ Մի նկարեք պարոն Զոհրաբյան, ձեզ մի րոպեով կարելի է առանց խոսալ։ Այսօր Ազատության եզրույցում փաստաբան Զոհրաբյանը պատմեց, որ իրեն մի կողմ տարած ներքին գործերի նախարարի տեղակալն է հորդորել լքել տարածքը։ Նույնը պահանջում էին օհանավանցի ներկայացած մարդիկ։ Ոստիկանությունն էլ բախումներից խուսափելու միակ տարբերակ է ընտրել իրենց հեռանալը, ոչ թե իրենց ճամփան կտրած մարդկանց սաստելն ու իրենց իրավունքներն ապահովելը, նկատում է Մայրաթորի փաստաբանը։ Ոստիկանները իրենց գործառույթները իրականացնում են, երբ որ իշխանավորին է վերաբերվում։ Երբ որ հասարակ քաղաքացուն է վերաբերվում, մենք դա չունենք։ Առավելևս, երբ որ այդ հասարակ քաղաքացին ունի հակառակ դիրքորոշում իրենց սիրելի վարչապետի մասով։ Հանցագործության մասին հաղորդման մեջ նաև անդրադարձ կա քննչականի վարքագծին, որ Արագածոտնի թեմի 21 քահանաներին 3, այսինքն Կիրակի նույն ժամին կանչել էր հարցաքննության։ Նրանք սակայն հրաժարվել էին գնալ, հայտարարելով, որ չեն կարող ողջ թեմը թողնել առանց պատարագի։ Քննչականից պնդեցին, որ նորմալ է Կիրակի օրով հարցաքննության կանչելը, հավելեցին սակայն, որ դեռ պարզ չէ, երբ էլի կկանչեն քահանաներին։ Ոստիկանությունը իր գործառույթները չի կատարում։ Թող ոստիկանապետը գնա մտածի, որովհետև սա իր համար լուրջ խնդիր է։ Չնայած փաստաբանը հույս չունի, որ գլխավոր դատախազն ընթացք կտա իր դիմումին ու իրերը կկոչի իրենց անուններով, արդարադատության նախարարն արդեն շտապել է գնահատական տալ, թե երեկվանը ոչ թե միջամտություն էր, այլ քաղաքացիների որոշումը։ Իրականում եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում եւ երկրորդ կողմը մեդալի այն է, որ եկեղեցին ունենալով մեծ դեր մեր քաղաքացիների կյանքում իրականում տալիս է հնարավորություն քաղաքացիներին ոչ թե միջամտելու, այլ որոշելու, թե ինչ կերպ վարվեն կոնկրետ իրավիճակում։ Սրբուհի Գալյանի խոսքով վարչապետի մասնակցությունը պատարագին սահմանադրական կարգի տապալում չէ, եկեղեցին այդ կառույցների մեջ չի մտնում։ Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ ընդհանրապես չի մտնում։ Երկրորդ վարչապետի կամ որևէ այլ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակներից դուրս է պատարագի գնալը, դա ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում վարչապետը։ Գալյանն անդրադարձավ նաև երեկ քաղաքացու բերանը փակելուն, պնդեց, թե չի տեսել համացանցում կայծակնային տարածված կադրերը, բայց եթե կա բռնարարք, իրավապահները պետք է միջոցներ ձեռնարկեն։ Երեկ եկեղեցուց դուրս էին հանել մի քաղաքացու, որը համարձակվել էր այլ տեսակետ հնչեցնել։ Նրա բերանը շատ արագ փակեցին, երբ հայտարարեց։ Ստեփան Ասատրյանը, նույն ինքը կարգալույց հռչակված Տեր Արամը, իրավունք չունի պատարագ մատուցելու։ Ազատությունը հարցեր է ուղղել ներքին գործերի նախարարությանը, թե ինչու երեկ ոստիկանությունը չի ապահովել օրինական քահանաների ու փաստաբան Արա Զոհրաբյանի մուտքը հովանավանք, ինչու չի պահպանել նրանց իրավունքները, պատասխան դեռ չունենք, միայն փոխանցեցին, որ կարգալույց եղած քահանայի անվտանգության համար իրենք ոստիկաններ չեն տրամադրել։ Օրենքով ոստիկանությունը ապահովում է կոնկրետ քաղաքացու անվտանգությունը, եթե քրեական գործի շրջանակում կա վտանգ։ Մամուլն էր պատարագն անցկացնող նախկին քահանայի շուրջը այսպես կոչված թիկնապահներ նկատել։